Ողջույն 24-ի եթերում հետագիծն եմ Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, պարոն Զուրաբյան ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Դե, ինչպես ասում են, մեր գործը ծանր է, պետք է քննարկենք Հայաստանի քաղաքական կյանքում եւ իշխանության կողմից մասնավորապես հնչող հայտարարությունները։ Երեք խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի քանի աղմկահարույց հայտարարություններով, դրանցից մեկը ես որ առանձնացնել եմ հետեւյալն է, ասում է Ղարաբաղյան շարժման շարունակումությունը Հայաստանում կործանարար կարող է լինել Հայաստանի պետականության համար։ Ես ենթադրում եմ, որ ինքը նկատի ունի, որ դա կարող է հանգեցնել պայմանական առիթի Ադրբեջանի կողմից հարձակվել Հայաստանի վրա, ունենալով դրա համար շահորճակերտներով լեգիտիմության որոշակի հիմքեր։ Դուք համաձայն եք այս դիտարկման հետ։ Ուրեմն բոլոր անընդունակ ապաշնոր իշխանությունները ունեն մի բարձ ելք ցանկացած իրավիճակից, երբ որ ձախողումների են գալիս, դա գտնել թշնամու։ Հենց թշնամու գտնում ես, դրանից լավ բան չկա, որտեղ թշնամին մոբիլիզացնում է քո հենարանը, համախմբմանն է նպաստում, հանում է քո վրայից քո մեղքերը, որովհետև պարզվում է, որ խնդիրը, պրոբլեմը ոչ թե իշխանության ապաշնոր կառավարման մեջ է, այլ կոնկրետ գործող թշնամու մեջ։ Մոբիլիզացիա է դա որոշակի առումով։ Հիմա ասենք շատ երկար ժամանակ, հա, Ադրբեջանը եղել է այդ թշնամին, հա, ոնց որ նաև հիմնավորված, որովհետև այդ մարդիկ հարձակվեցին Ղարաբաղի վրա, պարտադրեցին Արցախին այդ պատերազմը, Հայաստանին ներքաշեցին եւ այլն, այսինքն բնական ձևով եղել է այդ համախմբող թշնամին կամ հակառակորդը, որը ցավոք սրտի նաև շահագործվեց որոշ քաղաքական էլիտաների կողմից, բայց հարցը դա չի։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը իր ապաշնորհության պատճառով, իր դավաճանության պատճառով, իր, չգիտեմ, անօգնականության պատճառով, կառավարման արվեստին չտիրապետելու, աշխարհաքաղաքականություն չհասկանալու պատճառով այս սաղ ձախողումները մեր գլխին բերել է, այդ ձախողումների գլխավոր հետևանքներից մեկը այն է, որ ինքը այլևս չի կարող Ադրբեջանի թշնամի համար, որովհետև այդ թշնամին իր գլխին տվել է ու ամեն մի թարս խոսքի համար նորից գլխին կտա։ Հետևաբար պետք է ընտրել նոր թշնամի։ Հասկանում եք։ Դե նոր թշնամին ով դիլնի։ Կամ ռուսները, կամ ռուսները դիլնեն թշնամին, կամ նախկին բանը կոռումպացված ուրեմն ղեկավարները եւ գեներալները։ Մի հատ էլ թշնամու տարբերակ կար, մի քիչ էլ ֆլիրտ արեցին այդ գաղափարի հետ, որ դասալիկ ժողովուրդը չկռվեց, բան եւ այլն, բայց իրենք հասկանում են, որ դա հեռանկար չունեցող բան է, թեմա է։ Իսկ հիմա եկեք կտեսեք, որ ձեր գլխավոր ցախողման հետևանքով առաջացած խնդրը կարելի է դարձնել թշնամի։ Ինչը նկատի ունեմ։ Մենք կորցրել ենք Արցախը Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության պատճառով, տգիտության, ապաշնոր ղեկավարման 100 անգամ ասել ենք։ Կորցրել ենք Արցախը։ Արցախի ժողովուրդը եկել է Հայաստան։ Հիմա բնականաբար դա խնդրեմ է, որ պետք է լուծել, այսինքն ինչ իմաստով։ Մարդկանց պետք է սոցիալ-տնտեսական ինտեգրացիա անել, մարդկանց պետք է հիմա ի վերջո, գիտեք ինչ, այ ղեկավարը դրանով է ստուգվում։ Եթե Արցախի պարտությունը հələ մի կողմ դնենք, հա, եթե Արցախի 120,000 մարդը, որ եկել է Հայաստան, դու դա կարող ես, եթե լավ կառավարիչ ես, օգտագործել քո իր նպաստ քո երկրի, եթե օրինակի համար օգտագործես իրենց պոտենցիալը, ի վերջո բնակչությունը ավելանում է, չէ՞։ Ճիշտ կազմակերպման դեպքում քո հնանը ավելանում եւ այլն, քո պետությունը ստանում է հնարավորություն մի քիչ ավելի ինտենսիվ զարգանալու, եթե լավ ես կառավարում։ Եթե վատ ես կառավարում, այդ նույն մարդիկ դառնում են բեռ, սոցիալական բողոքի աղբյուր, բանի բյուջեի վրա բեռ, եւ այդ դեպքում կիրառվում է դասական, նիկոլական այդ խաղը, մեղադրանքի խաղը, եւ որի գլխավոր իմաստն է, որ քո վրայից մեղադրանքը քո, այսինքն դու քո պատասխանությունը, քո մեղավորությունը
ուղղում ես այդ թշնամու դեմ։ Իսկ այս տվյալ դեպքում Ադրբեջանի դեմ չես կարա ուղղես դու դա ուղղում ես արցախցիների դեմ։ Մինչև արցախցիներին վերաբերել ինքը ընդհանրապես քաղաքական առումով էր ասում Ղարաբաղյան շարժման, շարունակության ոչ թույլատրելիության մասին։ Այսինքն պայմանական Հայաստանում որևիցե մեկը չպետք է հայտարարի կամ չպետք է ստեղծի մի քաղաքական ուժ կամ հոսանք կամ մի բան, որի խնդիրը Արցախյան հիմնահարցը առնվազն վառ պահելն է։ Դե ասում եմ նույն իր ռոպագանդիստական բաներն է, տրյուկներն է կիրառում, ասենք Շուշին կորցրել է ինքը իր էշության, հիմարության, չգիտեմ, կան կազմակերպվածության, թողորիշներն ասեն դավաճանության ապացույցներ կլինեն, ես էլ դրանք բան կանեմ, որ հատուկ վերբով կառված ա եղել, գնացել է Շուշին հանձնել է եւ այլն եւ այլն։ Բայց փոխանակ այսինքն մեղավորությունը իր վրայից հանելու ձևը է, որ Շուշին դժգույն քաղաք էր։ Այդ ատելությունը ուղղում է Շուշիի դեմ։ Այո, մեծ անպետք ինչ-որ մի բան էր։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ինքն է սպանել։ Այդ որ ինքը ասում է անթույլատրելի է Ղարաբաղյան շարժումը։ Ինքն է սպանել Ղարաբաղյան շարժումը։ Եվ հիմա սպանելուց հետո ինքը հասկանում է, որ այդ թեմայի ցանկացած արծարծում աշխատելու է իր դեմ։ Ոչ թե դա բերելու է, չգիտեմ, Ադրբեջանի կողմից ինչ-որ խնդիրներ, ի վերջո կային ձևերը, հասկանալի է, Ադրբեջանը ինչ-որ պահանջներ է դնում, ինչ-որ բանա ռազմական հաղթանակ կատարել, սպառնում է ռազմական միջամտությամբ եւ այլն, կան ձևեր այդ հարցերը շրջանցելու։ Այո, իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը սկսեր հիմա ասել, որ բանա Ղարաբաղի արտագնա կառավարությունը այստեղ է գտնվում, ես իրանց պետք է օգնեմ, զինեմ, իրանք գնան նորից վերականգնեն բանը եւ այլն, հա, այդ կլիներ հիմարություն։ Բայց հենց վարպետությունը այսօրվա ղեկավարի պետք է լիներ հենց դրա մեջ, որ գտնվեին ինչ որ ձևեր Արցախի հայությունը կազմակերպելու այդ համայնքը պահպանելու Իսկ չեք կարծում այդ համայնքի պաշտոնական ներկայացուցիչների հետ, որոնք ավանդույթով իրանք իրաց պետականությունը ստեղծել են, ունեն իրաց պետական ինստիտուտները, այդ պետական ինստիտուտների հետ գտնել երկխոսության մեջ մտնելու ձևաչափեր։ Պարոն Զոհրաբյան, այդ ամեն ինչը շատ լավ է հնչում, բայց մի կարևոր հանգամանք կա։ Փաշինյանը շատ լավ հասկանում է եւ ընդհանրապես ԿՊ-ն շատ լավ հասկանում է, որ իրենց ռեյտինգը սարսափելի իջնում է, որ իրենք այսպես ենթարկվում են բազմաթիվ եւ բազմապիսի մեղադրանքների Արցախի կորստից մինչեւ տարատեսակ այլ երևույթներ, հա։ Ու իսկ արցախցիները պասիոնար այսպես կներեք այդ բառը, զանգված են, այդ պասիոնար զանգվածը հենց Փաշինյանին է մեղադրում Արցախը կորցնելու համար։ Ոստի եւ առաջիկա պասիոնար զանգված, այսինքն ես էլ եմ մեղադրում Փաշինյանին Արցախը կորցնելու համար։ Իրենք պլյուս այն ընտրազանգվածն են, որոնց մեծ մասը արդեն Հայաստանի, չնայած միշտ էլ Հայաստանի քաղաքացի են եղել, բայց այս նոր ինչ-որ անկապ կարգավորման հետևանքով Հայաստանի քաղաքացիություն վերցրին, որոնք, ասենք 60-70 հազար հոգի մարդը գնաց որևիցե մի ուժի քվեարկեց, այդ ուժը անցողիկ է դառնում խորհրդարան ու 20 առաջիկա ընտրությունների ժամանակ, եթե ամեն ինչ հանգիստ գնա։ Ոստի միգուցե իրենց բանը պայծառ մտքով անցել է ստեղծել այնպիսի մթնոլորտ ու այնպիսի պայմաններ, որպես այդ մարդիկ ուղղակի թողնեն ու Հայաստանից գնան։ Մի րոպե չեմ կասկածում, որ նման բան կա լինի։ Նախ սկսում ենք նրանից, որ անգամ եթե ուզենային, ի վիճակի չեն անելու, չեն կարող։ Իրենք անկարողունակ են։ Ասենք հիշում եք, այն որ մի հատ մեծ ներհոսք եղավ ռուսների այդ IT բանը։ Այո, IT-շնիկների գալը եւ ռուսների, բելոռուսների, ուկրաինացիների եկան մի 120,000 մարդ էր եկել Հայաստան եւ մի պահ ձևավորվում էր տպավորություն, որ Հայաստանը կարող է մի հատ այդպեսի հաբ դառնա, որը իր մոտ այսպես ասենք ворթեգրում է այդ անտեր մնացած IT-շնիկներին եւ կարողանում է լրացուցիչ զարգացնել իր տնտեսությունը, դիրքերը IT սեկտորում, բայց Հայաստանի կառավարությունը մատը մատին չխփեց այդ իրենց ինտեգրացիա անելու, էլ ասենք չեմ մտածում, որ իրենք ուղղակի չէին ուզում, իրանք ուզում էին, որ այդ ռուսները գնային։ Չնայած դա չի կարելի բացառել, այս ախմախ կառավարության դեպքում նման բաներ չի կարելի բացառել, որ իրանք իսկապես ուզել են, որ նրանք գնան, չմնան այստեղ։
Բայց չեն կարողացել, որովհետև ընդունակ են, իրենք անկարողունակ են։ Հիմա, բայց տվյալ դեպքում ես համաձայն եմ, որ նրանք բացի անկարողունակ լինելուց կարող է ունենալ նաև այդ շարժառիթը, որ մեզ այդպեսի մի հատ բարութ սոցիալական բանում Հայաստանում պետք չի, որտեղ ինքը աղբյուր է սոցիալական դժգոհության, պրոտեստի բան եւ այլն եւ այլն։ Հակառակ բարակայում ես շատ դժվարանում եմ բացատրել ուղիղ իշխանության տաֆիլացված, անգամ այդ բառը չեմ լսում շռայլ լրատվամիջոց չասեմ, ինչ որ տես կայքեջի կամ էջի գործունեությունը, որ ուղիղ ատելություն է տարածում արցախցիների նկատմամբ եւ դա էլ մի հատ էլ այսպես դուբլվում է, ինչպես ասում են, Խաչատուր Սուքիասյանի կողմից։ Այս իշխանությունը միշտ փնտրում է հակամարտություն հասարակության մեջ։ Իրան պետքա սև սպիտակ բաժանել, չգիտեմ, այդ գիտեք ինչ է, մի իշխանություն, որը ավելի շատ լումպենի վրա է, սին լքորի վրա է հենվում, ինքը վաղուց չի լսել այդ բառը սին լքոր։ Դե հայերենն լումպենի համար լավ համապատասխանում է, եթե թարգմանենք այդպես կլինի։ Այս իշխանությունը երբ որ դա իր հենարանը, նա ձգտում է լումպենին ինչա դուր գալիս։ Լումպենին դուր է գալիս մի հատ դրամա, թշնամի, մեկին սատկացնեն իր աշկի առաջ, բան, տեսարաններ, արյուն, բան, մեղավորին գտնեն, ամենակարևորը մեղավորին գտնեն ու մի հատ sense սատկացնեն եւ այլն, ինքը միշտ փնտրում է դա։ Իր ռոպագանդան միշտ փնտրտուքի մեջ է։ Հիմա ադրբեջանցիներին չի կարելի ձեռ տալ կպնել, որովհետև բանը Ալիև Ջաջան ու Էրդողանը դա թույլ չեն տա։ Հիմա մի հատ բան է պետք։ Ռուսներին էլ փորձեցին, բայց բանը թեման մի քիչ վտանգավոր է, էլի հատկապես վերջին զարգացումների լույսի տակ հիմա դա հարմար թշնամի են գտել։ Շատ լավ էլ կապվում է նախկինների թեմայի հետ, որտեղ նախկինները Ղարաբաղյան տենց բանն են ցակում ունեն, ուրեմն բռնում ենք ոնց որ ազգը բաժանում ենք երկու մասի, էլի բուն հայաստանցիներ եւ արցախցիներ, ղարաբաղցիներ, որը ընդհանրապես հետո կպարզվի, որ Հայաստանի գլխավոր չկայացման, հա ձախողման գլխավոր չարիքն է եղել այն գլխից ու մենք չկարացանք էլ այն սկզբից այդ ռումբը դրեցինք մեր պետականության։ Այդպես էլ ասում են։ Հա, ասում է, սա Նիկոլի բանն է։ Այդպես էլ ասում է։ Ես ուղղակի հիշեցի առաջին նախագահի խոսքերը, թե դեռ պիտի հասկանանք, թե ով է ավելի շատ բան տվել Ղարաբաղը Հայաստանին, թե Հայաստանը Ղարաբաղին։ Հենց է դա։ Այսինքն սա ասում եմ իսկապես առաջնորդական առաքելության ձախողման գլխավոր ու ամենաառաջին հետևանքն է, որովհետև այդ ցախողված առաջնորդը սկսում է փնտրել մեղավորներ, իսկ երբ որ հավաքական մեղավոր է, որը ասած հեշտ է, էլի, ձևակերպել, դնել մի կաղապարի մեջ, այսինքն Ղարաբաղցիք են մեղավոր ամեն ինչում, սկսում ես արդեն հարձակվել եւ դրանով մոբիլիզացնել այն ընտրական աջակցությունը, որի վրա ինքը հույս ունի կառուցել իր հետագա իշխանությունը։ Պարոն Զուրաբյան, դուք մարդ եք, որը Խաչատուր Սուքիասյանին շատ լավ ճանաչում է, որովհետև վերջի հետը երկար ճանապարհ եք անցել, առնվազն 2008 թվականից քաղաքական առումով եք ճանապարհ անցել, գոնե մինչև 2018 թվականը, ենթադրում եմ։ Այսօր ինքը այդ հակաարցախյան հայտարարությունների դրոշակակիրներից մեկն է դարձել։ Երեք մեր լրագրողի հետ զրույցում հայտարարեց, որ ղարաբաղցիները չեն կռվել 23 թվականին 10 հոգի է զոհվել, հետո անշուշտ ինքը իրեն վերափոխեց, ասաց ես 210 էի ուզում եւ այլն, բայց ինքը այնքան բուրներ է իր թեզը պաշտպանում, որ ակնհայտ է, որ հետո ուղղակի այդ հանրային ճնշման ազդեցության տակ այդպիսի բան ասաց։ Ինչ կարող է մարդուն ստիպել այդ դրոշը վերցնել, մանավանդ մարդու, որը մեծ հաշվով 90-ական թվականներից այս երկրում դերակատարություն է ունեցել ու ոչ ամենավերջին դերակատարություն։ Գիտեք, մի հատ շատ հետաքրքիր հասարակագիտական ֆենոմենի մասին դուք ինձ հուշեցիք, որը կբացահայտի, թե ինչ է կատարվում կոնկրետ նրա հետ եւ արտնացածների հետ։ Երկրի ղեկավարը ընդհանրապես նրա հոգեբանությունը ոնց որ սկսում է տիրաժավորվել բոլորի վրա։ Դա մի հատ սոցիոլոգիական բան է,
ֆենոմենը ինք կապված է նրա հետ, որ ընդհանրապես երկրի ղեկավարը արդեն իր ղեկավար լինելու փաստով դառնում է ոնց որ մոդելային օրինակ, հա, role model, էլի, ասած, հա։ Եվ մոդայիկ օրինակ։ Մոդայիկ եւ բան։ Չգիտեմ, դա եղել է եւ սովետական ժամանակներում, այսինքն հակոստից բռնացած բանով մարդիկ մի քիչ փորձել են նմանվել իրանց բանին, այդ ղեկավարին, բան։ Մենք Տեր-Պետրոսյանի օրոք մեկ էլ ինտելիգենտությունը նորաձև դառավ, դեպ ես օգտագործում եմ հիմա այդ բանը կրթվել է նորաձևը։ Հա, մարդիկ սկսին բան, այդ էր օրինակը եւ մարդիկ փորձում են ձգվել ինտելեկտուալ։ Հա, կոչան ժամանակալի ռազմական ինչ-որ դրամանցիոն բան տղեկ էին, բան սպորտային բասկետբոլ խաղացող կամ չգիտեմ ինչ անոթ։ Եվ ավելի ռազմական, ավելի եւ այլն։ Հիմա եկել է Նիկոլի ժամանակը, Նիկոլի թիվը, որում պարզվեց հաջողության մոդելը դա գժությունն է, անհավասարակշռությունը, ձեռները թափտալը, մայմունություն անելը, այդ ազդում է մարդկանց հոգեբանության վրա։ Այնքան են շփվել, որ դառնում են իրար նման կամաց-կամաց։ Անհանդուրժող, բան, անհավասարակշիռ, բացի դրանից երկրի ղեկավարի նյարդայնությունը փոխանցվում է։ Իրանք հասկանում են, որ իրանք կապել են իրենց ճակատագրերը այդ երկրի ղեկավարի հետ, իսկ երկրի ղեկավարի վերջին ելույթները ցույց են տալիս ճգնաժամ նյարդային հոգեբանական ճգնաժամ, ասենք լավ, այտենց մարդիկ այտենց հեշտ մայմուն չեն դառնում, դա երբ որ սկսում ես, ասենք, այդ մայմունությունը չէ, գիտեք ինչ է, ասենք երբ որ դու սկսում ես անկապ զառանցանք ասել, որովհետև օրինակ ես չեմ կարող բանը պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանի մամլոք հարտուղարը ոնց պիտի բացատրի օրինակի համար մի ձեռում պահում են Չինգիզ խանի կտրած ոտը, ասենք այդ բանի բառակապակցության կամ այդ նախադասության իմաստը կամ ոնց ենք մենք դա տեղավորում ինչ որ բանի մեջ, դա անկապ, որը անկապ խոսքի շարք է, որը սովորաբար կլինիկաներում անհոդաբաշխ, որը կլինիկաներում ասենք որակվում է որպես զառանցանք։ Հիմա եթե ես սխալվում եմ, ես կխնդրեի, ով է Նազելի Բաղդասարյանն, մամլոք հարտուղարի, ես հենց հիմա իրան դիմում եմ, խնդրում եմ, եթե պետք կլինի, դուք էլ գրավոր մի հատ բան այ, ինքը թող բացատրի ինչ էր նշանակում մի ձեռքում պահում են Չինգիզ խանի կտրած ոտը արտահայտությունը եւ դա ինչին էր նպաստում, ասենք Մոնղոլիայի հետ հարաբերությունների զարգացմանը, թե չգիտեմ բանը խաղաղության հաստատմանը, մեզ թող մի քիչ ռացիոնալ լեզվով, չնայած գիտեմ, որ արդեն չեն տիրապետում, բայց փորձեն էլի բացատրել։ Միգուցե փորձենք ավելի հեշտ լեզվի տեսություն դիմել ուղղակի։ Հա, դա գրավոր կարող է ստացվի, էլի։ Հիմա այո, համեցեք։ Այսինքն այդ մարդիկ այդ մարդու հետ են շփվում, իրան նման են դառնում, իրան նյարդայնությունը իրանց վրա ձեղափոխվում։ Իրենք սկսում ոչ խաչատուրսուկ։ Այսինքն մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք որ չգիտեմ, համասարան ավարտել եկել նախարար են դարձել այդ հեղափոխության հետևանքով այսպես կոչված։ Լավ, էս հասկանալի է, հա։ Բայց լավ, այսպես ասեմ, կոնկրետ ձեր նշած անձը Տեր-Պետրոսյանի շրջանում փորձում էր նմանվել իրան, մնացած բոլոր շրջաններում փորձում է նմանվել համապատասխան ղեկավարներին։ Հիմա էլ Փաշինյան։ Հիմա էլ Փաշինյանին։ Հասկացա։ Պարոն Զուրաբյան, ես լավ թեմա բացեցի, կարճ էլի, եթե կարելի է։ Ուղղակի գիտեք, երկրի ղեկավարը ճիշտ նկատեցիք, որ ինքը մոդել է եւ նաեւ մոդա թելադրող է, կոպիտ ասած, հա։ Ես հիշում եմ 2008 թվականին, երբ որ հանրահավաքներն էին ընթանում, հա, Տեր-Պետրոսյանի տեխնատության շուրջ, այնտեղ ելույթ ունեցողներից մեկը ասաց, եթե չեմ սխալվում, ասած մտավորական երկրի մտավորական նախագահ մոտավորապես, հա։ Բայց անկախ դրանից, անգամ 1-2 բառը սխալ արտահայտված երկրի նախագահների կողմից մշտապես դարձել է քննադատության առարկա, հա։ Չգիտեմ, Բարդես հիմա կարող է այդ բանը ինչ-որ ժարգոնային բառ գործածես, մյուսը եւ այլն, բայց 2018 թվականից հետո երկրի ղեկավարը ամբիոնից խոսում է այնպիսի բառերով ու բառակապակցություններով, որը
ասենք արայով, չգիտեմ, ասֆալտ բորդյուր լիզեցնելով, մյուսով եւ այլն։ Սա ինչ մեսիջ է, ինչ հասարակություն է այս մարդը։ Մեսիջ չի, ես դրա մասին արդեն խոսեցի, սա Սինլեքորի իշխանությունն է։ Ինքը հենվում է Սինլեքորի վրա, ինքը հենվում է Լումպենի վրա, ինքը հենվում է հասարակության ամենա, ասենց ասեմ, չմտածող շերտի վրա։ Ինքը իրենց կարող է տպավորի միայն նման բաներով, որովհետև այդ կաստային, ասենց ասեմ, ամենաշատը հետաքրքրում է, որ իր համար ատելի մարդկանց քսեն ասֆալտով, չգիտեմ ինչ անեն, ելիրում կյանք անից էլ, ով ստրուկ է մերկև բանվոր, հա, մոտավորապես պրոլետարների ապստամբության տրամանությամբ։ Հա, բայց բանը էլի մարքսիստները տարբերություն տեսել են պրոլետարի ու լումպեն պրոլետարի միջև, հիմա նա սա լումպենի հետ աշխատում եւ այդտեղ շատ բան մի փնտրեք։ Մեծ իմաստ չփնտրեմ, հա։ Չէ, մեծ իմաստ պետք չի փնտրել։ Հիմա էլ մի հատ էլ ձեզ մոտ միտք առաջացավ, իմ մոտ էլ միտք առաջացավ, այդ քանի որ ղեկավարի նորաձևության մասին խոսեցինք, թե ինչ նորաձևության։ Գիտեք, ես կրթվել եմ նորաձևը այս կամպանիայի ամենամեծ հիմարությունը որն է, մեսիջի հիմարությունը։ Երբ որ դու ասես կրթվել եմ նորաձևը, այսինքն մոդայիկ է, չէ՞։ Կրթվելը մոդայիկ է։ Մենք շատ լավ գիտենք, չէ՞, մոդան ինչ է նշանակում։ Մոդան դա ամենափոփոխական բանն է աշխարհում։ Որովհետև այս սեզոն սա է մոդայիկ, մյուս սեզոն սա մի ասենք թե սեզոն մինի յուբկաներն են մոդայիկ, հետո մաքսին է դառնում եւ այլն ու այդպես ցիկլերը։ Ձեր միտքը սկսում կամաց մշակել, պարոն Զորաբյան։ Հենց որ դու ասես որ կրթությունը մոդայիկ է, դա նշանակում է վաղը կարող է տգիտությունը դառնա մոդայիկ։ Փոփոխական է։ Այս մարդիկ էլ չեն հասկանում։ Իրենք չեն հասկանում, որ կրթությունը, բանիմացությունը, իմաստնությունը դրանք մոդայիկ բաներ չեն։ Դրանք հավերժական արժեքներ են։ Անընդհատ արժեքներ են։ Այդքան էլ այդ խելքներ չունեն, որ չեն հասկանում, որ եթե դու ասում ես կրթությունը նորաձև է, դու դրանով կրթությունը սպանում ես, որովհետև դու ասում ես, որ առայժմ հələ էսի մոդա է։ Վաղը կարող է փոխվի։ Հասկանում եք, այս ուղղակի արիթեր ասեցի։ Լավ, պարոն Զորաբյան, դրա հետ միասին պարլամենտում ելույթ ունենալու ժամանակ ինքը ինչ ասած, ուրեմն պատերազմ չի լինելու է խաղաղություն, SNN եւ այլն անընդհատ որ բոլոր այն մարդի, հա, արցախցիներին էլ այդպես ակնարկեց, որ դուք ստեղ խոսում եք բանականում այս սահմանին, որ էսկալացիա է, պետք է մտածեք, կարողա ձեր շնորհիվ է թե չէ, բա որ Սումգայիցիներն եկան փող ուզեն, Սումգայիցից փախածներ։ Հիմա այսպես շիլաշփոթ սարքեց։ Վերջում ամենակարևորը։ Հա, կասկած հայտեց Ադրբեջանի կազմակերպությունների մեջ եւ այլն, բայց վերջում ֆիքսեց, որ խաղաղություն անպայման լինի, այս այլն լինի։ Հիմա Փաշինյանի խոսքերը մենք գիտենք, այսինքն եւ այլն, բայց գիտենք նաեւ Փաշինյանին այսպես վիզավի, հա, Իլհամ Ալիևի խոսքերը, որտեղ նա հստակ ասում է, որ այդ բանը չեմ ստորագրելու երկու պարագայում։ Սահմանադրություն եւ ԵԱԿ Մինսկի խումբ։ Այստեղ էլ Փաշինյանն արդեն մանևրում է, ասում է, որ սահմանադրությունից հանում եմ անկախության հռչակագրին, եթե նոր սահմանադրություն եւ այլն, բայց իրականում այս մարդու հույսի ինչու՞մն է, որ մտածում է, որ այդ խաղաղություն պայմանագիրը տալու է բոլոր հարցերի պատասխանը կամ ընդհանրապես լինելու է որպես այդպեսին կամ դրա տակի հիմքը, թե սա ընդհանրապես առաջիկա ընտրությունների համար շատ կարևոր ու միակ խաղակարգն է, որ նա կարող է խաղարկել։ Մենք եկանք մեր զրույցի երևի ամենակարևոր թեմայի, որը ընդհանրապես մեր ազգի համար ամենակարևոր թեման է, դա խաղաղության հաստատման հեռանկարը, որովհետև մենք բոլորս հասկանում ենք ինչ փոթորկալից աշխարհում ենք ապրում եւ ինչ սուր է կախված մեր վրա, չգիտեմ, Սյունիքի վրա, ընդհանրապես հայոց պետականության վրա, եւ բնականաբար խաղաղության հաստատման այս գործընթաց ասեմ կամ հեռանկար ասեմ, մեզ համար ամենակարևոր թեման է։ Բայց մի հատ հետաքրքիր բան կա, քանի որ Փաշինյանը ձախողել է բոլոր ուղղությունները կառավարման, եւ ինքը մտել է ինչ-որ մի փակուղու մեջ։ Ինքը մտել է փակուղու մեջ, որովհետեւ միակ բան, երբ որ դու ամեն ինչ ձախողում ես, երբ որ դժգոհություն է, երբ որ
ամեն ինչ հարցի տակ է քո պետության զարգացման հեռանկարները, տնտեսության եւ այլն, որ խեղդել ես հարկերով ժողովրդին, հիմա արդեն փակվում են ռեստորաններ, չգիտեմ, բիզնեսներ տարբեր տեսակի եւ այլն, որտեվ իրենք արդեն չգիտեն ոնց բյուջեն լցնեն, հարկերով սենց խեղդում են։ Միակ փրկողակը դառնում է այդ խաղաղության հաստատումը։ Փաշինյանը հասկանում է, որ դա արդեն միակ բանն է, որ ինքը կարող է, ասենք, որպես խաղաղարդ, եթե ձեռք բերի, օգտագործի եւ ասենք 2026 թվականի ընտրություններին գոնե վերընտրվի այդ նվաճումով։ Բայց ինքը չի հասկանում մի բան, որ խաղաղությունը դառնում անհասանելի է դառնում հենց այն պատճառով, որ ինքը ձախողել է կառավարումը, որտեղ ինչքան դու թույլատրում ես քո պետությունը, ինչքան քո պաշտպանունակությունը չի կայանում, ինչքան քո տեխնոլոգիական առաջընթացը չի կայանում, ինչքան քո տնտեսական զարգացումը չի կայանում, այնքան դու դառնում ես խոցելի ու այնքան ավելի հեռվանում է խաղաղության հեռանկարը։ Հիմա տեսեք, ինքը գնում է արդեն վերջին, ինքը չտեսնելու տեղ է դնում, որ Ալիևը ուղղակի չի ուզում խաղաղություն, որ Ալիևը ամեն ինչ անում է, որ խաղաղություն չլինի։ Ու ինքը ասեց մի հատ ինչ-որ բան է, ինչ-որ համառի, ավելի ճիշտ, ավելի, սենց ասեմ էլի, ավելի կարևոր բանի համար կարող էր կիրառվել այդ համառությունը, բայց ինքը հիմա այդ համառությունը կիրառում է մի հատ անհասկանալի ուղղությամբ, որ ես Ալիևին դնեմ իմ զիջումներով այնց անհարմար վիճակում, որ այդ մարդը վերջը ամաչի միջազգային հանրության առաջ ու գա բարանի։ Սևանը պայմանականացված մի արածը որոշի տալ, կարող է Ալիևը ընդհանրապես ամոթից ասենք դիվահարվի։ Ես մարդ չի հասկանում, որ խաղաղության միակ ճանապարհը դա Հայաստանի հզորացումն է, որը ասենք Ալիևի նպատակների փոփոխություն կառաջացնի, երբ որ ինքը տենա, որ Հայաստանը հզորանում է։ Դիմադրողականության բարձրացումը այսինքն Հայաստան։ Այդ այնքան ակնա է դա, այս սահմանադրության փոփոխության հարցը ամենակարևոր հարցն է իմ կարծիքով դառնում, որովհետև ըստ էության Ալիևը ասում է միջև էս չանեք, այսի անեք, հələ կարող է խաղաղություն կանքենք, բայց միջև էս չանեք ոչ մի խաղաղություն, հա։ Հիմա Փաշինյանին չա պատասխան։ Փաշինյանը պատասխանում որ մենք սահմանությունը փոխելու ենք, դա Ադրբեջանի թելադրանքը չի, սահմանական դատարանը արդեն ասել է, որ մեր հղումը անկախության հռչակագրի վրա որևէ տարածքային պահանջ չի առաջացնում Ադրբեջանի նկատմամբ, նենց որ այդտեղ խնդրեմ չկա եւ այլն բացատրում է տարբեր իրավական խնդիրներ, մեկ էլ, բայց երեք առաջին անգամ ինքը մեկ էլ այս ամբողջ ֆոնի վրա, որ թվում էր թեպտի ասել, դե ուրեմն մենք չենք փոխում սահմանությունը կամ այդ անկախության բանը չենք անում, այդ անկախության հռչակագրի վրա հղումը չենք անում, մեկ էլ ասում է առաջին անգամ ուղիղ հայտարարեց, որ նոր սահմանության մեջ իր կարծիքով չպետք է լինի հղումն անկախության վրա։ Ես վստահ չեմ որ առաջին անգամ այդ միշտ այդ մասին ակնարկել է ոչ մի անգամ ինքը չի ասել դա։ Այս տեքստով միգուցե չի ասել։ Ուղիղ տեքստով ինքը առաջին անգամ ասեց։ Ուրեմն նախ մենք հասկանում ենք, որ միջև հիմա էդ էլ էինք հասկանում, բայց մենք բաց այդ ասաց, որ միջև հիմա ինչ ասել է, որ սա ներքին օրակարգաբան, դա ամբողջը սուտ է։ Իրականում իսկապես ամեն ինչ արվում է մենակ այդ նպատակով։ Հիմա մի կողմ դնենք Արամ Մանուկյանը երեք շատ լավ խոսեց, բանով երկուսով, որտեղ բացատրեց այդ անկախության հռչակագրի այդ ոնց որ ծննդի սերտիֆիկատի բանը ոչնչացնելը այս տարբերակով ինչ ծանր հետևանքների է բերում, դու փաստորեն քո ինքնությունից ես հրաժարվում, քո պայքարից ես հրաժարվում, վերջը։ Ես ուզում եմ մի կարևոր ասպեկտի մասին խոսել։ Համեցեք։ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է ուզում։ Ինքը չի հասկանում, որ այս սահմանադրությունը փոխելով եւ հանրակրվեի դնելով մի նոր սահմանություն, որտեղ արդեն չպետք է լինի հղում անկախության վրա, ինքը Հայաստանի տակ դնում է պատերազմի ռումբ։ Ապացուցեմ։ Համեցեք։ Ուրեմն նայեք, ինչ է ստացվում։ Եթե պատկերացնում ենք, որ ասենք ի վերջո արժանապատվությունից ելնելով հասկանալով, որ դա իրականում պատրվակ է, պատերազմի, այլ ոչ թե լուրջ ինչ-որ խնդիր, մեր ժողովուրդը գնում է եւ քվեարկում է դեմ։
Ինչ է ստացվելու։ Դրա արդյունքում պայմանական ասած Ադրբեջանը ունենալու է հնարավորություն, ինչպես Փաշինյանն է ասում, հարձակվելու Հայաստանի վրա։ Ինքը չէ, դա Ադրբեջանը, քանի որ շատ հետևողական գնում է այդ ուղղությամբ, այսինքն վերջա, դա տուպիկ է։ Ինքը չէ, դա պետք է անցալի որպես մարտահրավեր։ Այսինքն Հայաստանը, այդպես չէ կձևակերպեն, հրաժարվեց իդեմս իր ժողովրդի, հրաժարվեց տերիտորիալ պահանջները հանել Ադրբեջանի նկատմամբ։ Ինչա դրա բանը, ուրեմն հետևանքը, ուրեմն սպառված է իրենց հետ խոսելու խաղաղ տարբերակները, պետք է գնանք պատերազմի։ Ես ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ այսպես մեզ ներքաշել է պատերազմի մեջ, 44 օրվա պատերազմի մեջ, որովհետև 2019 թվին եղել է Մինսկի խմբի հունիսի պլանը, առաջարկը, Նիկոլ Փաշինյանը մերժեց այդ առաջարկը, թաքցրեց ժողովրդից, ինքը Ալիևի պատերազմը լեգիտիմացրեց, ընդ որում ոչ միայն Ալիևի համար, այլ միջազգային հանրության համար, որտեղ միջազգային հանրությունը ինչ-որ բաներ ստացավ, ապտակներ ստացավ ըստ էության Նիկոլ Փաշինյանից, որ ասում էր ես իմ զրոյական կետից եմ սկսելու Արցախ Հայաստանը վերջ, ես ինչ եք բերել, բան եւ այլն, այսինքն պարզ էր, որ բանակցային տարբերակը այս հակամարտության լուծման բանա սպառված է։ Հիմա Փաշինյանը եթե այդ առանց անկախության հռչակագրի վրա հղումով նոր սահմանություն է դնում, ոչի դեպքում ստացվելու է, որ նորից սպառված է բանակցային կամ իրավական առումով լուծելու այդ խնդիրը եւ դա անմիջապես թևավորելու է Ալիևին, իրան տալու է լեգիտիմագույն առիթ հարցը, որտեղ ինքը ասել է իրանք էլ էին ընդունում, փորձեցին, բայց չարեցին։ Նույն դրամաբանությամբ եթե հիմա չգնայել այդ քայլին, ելի Ալիևի համար ճակերտավոր լեգիտիմ հնարավորություն է ստեղծվելու, այսինքն Փաշինյանը գնաց լեգիտիմա, չգնաց լեգիտիմա, եթե այդ դրամաբանությամբ ենք առաջնորդվում պատերազմի։ Գիտեք ինչ, այն որ եկեք հասկանանք, հա, այն որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ այդ դուռը բաց է իր համար թողել, հատկապես կապված հնարավոր Ամերիկա, Իսրայելը, ադրբեջանական համատեղ տենց հարձակման հետ Իրանի վրա, այդ բոլորս հասկանում ենք։ Ընդ որում դա պետք է լիներ սպասում էին ապրիլին, մայիսին, այդ հարձակումը, դրա համար էլ Ադրբեջանը արդեն քանի ամիս առաջ սկսել էր այդ ռոպագանդան, որ հայերը պատրաստվում են ապրիլին ինչ-որ պրովոկացիա անել եւ այլն եւ այլն, բայց հիմա ասենք եթե New York Times-ին հավատանք, այնտեղ որոշակի արտահոսքներ է տպել դրա մասին, որ բանը առայժմ Թրամփը առայժմ մերժել է Նետանյահուի այդ պահանջը անմիջապես սկսել ապրիլին, մայիսին սկսել ռազմական գործողություններ եւ Թրամփը այս պահին գոնե իր նախապատվությունը տալիս է Իրանի հետ այս հարցը բանակցային տարբերակով լուծելու խնդրին։ Իհարկե որ Ադրբեջանի հարձակումը ունի այլ պատճառներ եւ եթե լինելու է կապված չի լինելու մեր դիվանագիտության հետ, սա հասկանալի է։ Բայց մենք նաեւ պետք է հասկանանք, որ եթե դու այդ ռումբը դնում ես, իրավական ռումբը, դու ընդունում ես, այդ քայլով դու ինքդ ընդունում ես, որ այդ հղումը անկախության հռչակագրի վրա մեջը խնդրեմ է պարունակում։ Ու եթե քո ժողովուրդը մերժում է այդ խնդրեմը, ստացվում է, որ դու փորձեցիր լուծել, բայց քո ժողովուրդը շարունակում է ունենալ տերիտորիալ պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, որը թույլ է տալի Ալիևին եւ ավելի հեշտ մոբիլիզացիա անել իր հասարակական կարծիքը եւ ինչ որ դիպլոմատիայում ներկայացնել, այսինքն դու իրանց քարտերը, իրանց խաղը հեշտացնում ես դրանով, ասում եմ, սա ռումբա, բայց պատկերացնում եք Փաշինյանը ինչ անելու, եթե անշուշտ ամեն ինչ հասնի Արաքվեի, որովհետեւ դեռ չգիտենք արդյոք ինչ էր լինելու, ինքը գյուղարդյուղ գնալու, ասել է, եթե մենք չընդունեցինք այս համանդրությունը, սկսվելու է պատերազմ։ Այսինքն շանտաժով ազբաղվելու։ Շանտաժ, որի ինքը լինելու է Ալիևի շանտաժի ամբասադորը։
դեսպանը նա Ալիևի շանտաժը բերելու է եւ իր շուրթերով հրապարակելու է գյուղ ու մարդիկ արդեն ահաբեկված մտածելու են թե իսկապես այս հերթական ստորացումը տայլանդրանք չունի։ Հենց դա, այսինքն մեր ժողովրդին դնելու են մի բանի առաջ, որը սուտ է։ Իրականում խնդիրը դրա մեջ չի, եւ եթե մեր կառավարիչները մի քիչ կարողանային կառավարել, մի քիչ պաշտպանունակ Հայաստան ստեղծեին այս ընթացքում վերականգնելով մեր կոալիցիոն դաշինքները տարբեր դաշնակիցների հետ եւ այս դեմը փորձային այդպես առնել, դրա կարիքը չէր լինի։ Բայց եթե դու ոչ մի բան չես կարողանում անել, դու թույլատրում ես քո երկիրը, հələ մի հատ էլ տալիս ես այդ քարտը իրենց, որտեվ դու ըստ էության բանը սպանում ես ազգային արժանապատվությունը քո ժողովրդի մեջ, որտեղ դու ժողովրդին ասես ախպեր ջան, կամ մեզ մորթելու են, կամ այս քվեարկությունը դուր։ Ընդ որում ստեղ Չերչիլի բանն էլ կարանք հիշենք, որ մտածում էր արժանապատվությունը 10 ստանաս խաղաղություն, այսինքն ստանաս նվաստացում, բայց խուսափես պատերազմի, բայց իրականում ստանաս եւ նվաստացում եւ պատերազմ։ Այսինքն Չեմբերլենի մասին իր հայտնի խոսքերն են։ Նիկոլ Փաշինյանը այս քաղաքականությունն է տանում, այս շատ վտանգավոր քաղաքականություն է։ Ինքը խաղաղություն բերող չի, ինքը խաղաղության տակ ռումբ դնող է, որովհետեւ ինքը ոչ թե անում է այն ինչ որ պետք է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար, ինքը անում է այն ինչ որ պետք է Ալիևին իր ռազմական կամպանիան ավելի էֆեկտիվ տանելու համար։ Իդեպ ռազմական կամպանիայի մասին, պարոն Զուրաբյան, իհարկե Հայաստանում, այսպես ասենք, բոլոր այն թրամփիստները, որոնք որ ոչ վաղ անցյալում բայդենիստներ էին, խոսում են հայ-ամերիկյան հարաբերությունների այսպես ստրատեգիական բնույթ կրելու մասին, դեպ Հայաստանի իշխանությունը նույնպես դրա մասին ակնարկում են, բայց դրա հետ մեկտեղ վերջին շրջանում գոնե թերևս իրենց համար սառը ցնցուղ պետք է լիներ առնվազն Միացյալ Նահանգների կողմից ադրբեջանական պետական ազալ ավիաընկերությանը տրված $300 միլիոն ավել վարկը, հիշեցնեմ, որ մենք խոսում ենք այն ավիաընկերության մասին, որը ամեն օր զբաղված է Իսրայելից զենք բերելով դեպի Ադրբեջան։ Սա ոնց կարելի է մեկնաբանել։ Շատ հետաքրքիր հետազոտություն է արել Ամերիկայի կողմից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանը, որտեղ մենք լսում ենք այսպեսի փաստեր, որ պետական վարկային ընկերություն Exim բանկը, Միացյալ Նահանգների Exim բանկը պետական բան է, ձեռնարկություն է, որը վարկավորում է տարբեր տնտեսական process-ներ աշխարհի հետ, այսինքն դա պետական քաղաքականություն է։ Եվ մենք գիտենք, որ բանում Ադրբեջանում ստեղծված էր այդ Silkway Airlines այդ բանը, ընկերությունը, որը զարգացնում էր Ադրբեջանի այդ ավիափոխադրումների ցանցը եւ իրանք սկսել էին 2 Boeing-ից, այդ մենք ամբողջ իմանում ենք հենց այդ հետազոտության շնորհիվ, հետո հիմա արդեն տասնյակ Boeing-ներ ունեն, բոլորը Ամերիկայից են առնում, վարկավորումը ստանում են Ամերիկայից, իսկ հիմա ամենամեծ վարկավորումը եղավ $339 միլիոն Միացյալ Նահանգները հենց նոր տրամադրել են Ադրբեջանին, որ նրանք առնեն այն տրանսպորտային նավերը, օդանավերը, որոնցով հենց իրականացվում է Ադրբեջանի զինամթերքի եւ զենքի այդ այո գնումների արդյունքում ձևավորված այդ զենքը բանը եւ ներկրումը ապահովում է դրանով, այսինքն Իսրայելի OFDA այդ ռազմական օդանավականից այդ ամեն ինչը արվում է, ու այստեղ մենակ Իսրայելը չի, Պակիստանից էլ են բերում, այսինքն մենք տեսնում ենք, որ մեր գրպանի արևմտամետների կողմից թմկահարված պաշտպանը Միացյալ Նահանգները, որը մեզ այդ ստրատեգիական պարտներ է, բայց որը ոչ մի ռազմական օգնություն թույլ չի տալիս, ուրեմն իրականացնում է պետական քաղաքականություն օգնելով հսկայական ծավալներով օգնելով Ադրբեջանի զինվելուն։ Ինչի մասին մենք միշտ զգուշացել ենք։ Մենք միշտ ասել ենք, որ
ապավինել, որ արևմուտքը համարելու է Հայաստանին դաշնակից ու ինչ որ պատժամիջոցներ է մտցնելու Ադրբեջանի դեմ կամ որևէ կերպ փորձելու ազդել իրենց քաղաքականության վրա, դա հիմարություն է, մանկամտություն եւ ուղղակի խաբեություն։ Դուք մեր ժողովրդին պատրանքներ եք կերակրում։ Ցավոք սրտի նաեւ շատերը սիրով այդ պատրանքները սպառում են ու այդ ուժերը, այդ պրոֆեսիոնալ խաբեբաները անգամ ինչ որ ժողովրդականություն են վայելում որոշ շրջանակների մեջ։ Սա խայտարակություն է, ինչ ասեմ, ես վստահ եմ, որ իրանք սրա մասին չեն խոսի, հակառակը, ինչ որ հեքիաթներ կսկսեն պատմել, այն որ Հովսեփ Խուրշուդյանը ասում, դե ամերիկյան զորքերի ներկայությունը Հայաստանում իհարկե Ադրբեջանի թույլ չի տա Հարձակվել է Սյունիքի վրա։ Ուր ամերիկյան զորքեր Հայաստանում, մի հատ ինչ որ բան եղավ, թեթև ինչ որ զինավարժություններ բայց ինքը դրա ձևն էլ է գտնում։ Ասում է, այդ զինավարժություններին մեկը Ռուսաստանը շատ ուժեղ ռեակցիա չտվեց։ Եկեք թող սենց 10 անգամ տարեկան լինի այդ զինավարժությունը, ոնց որ իրանք գնան կամ համարյա թե մնան, մանկամիտ ինչ որ մարդկանց հետ գործ ունենք, որոնք ինչ որ արդեն այդ պատրանքը կերակրելու հարցում հասել են ինչ որ բաների, էլի, արհեստավարժության։ Հիմա այս հարցի պատասխանը տվեք։ Այս հարցը հեշտ է, որովհետև 2023 թվին այդ նույն ազատության ռադիոկայանի բանում ես խորհուրդ կտայի լսեին։ Հիշում եք մի հատ տենց բան կար State Secretary բան օգնական Օբրայան։ Այո, անշուշտ։ Օբրայանը շատ հստակ, լսեք, ասում է, որ այն բանից հետո, երբ որ Ադրբեջանը 2023 թվականին իրականացրեց այդ գործողությունները, չգիտեմ, դատարկեց այդ բանը Ղարաբաղի բնակչությունը եւ այլն, այլևս ոչինչ, ոչ մի գործ հնարավոր չի ունենալ Ադրբեջանի հետ եւ նրանք մենք պատժամիջոցների այս բանը փաթեթը դա բաց բան է, հնարավորություն է, որ դրված է սեղանին եւ այլն, բայց պարզվում է 21 թվին էլ են այդ բաները արել։ Այո, անշուշտ։ 21 թվին արել են ու նույն ադմինիստրացիան, որ հանկարծակի շփոթվենք, կարծենք, որ դա բան է, Բայդենի ադմինիստրացիան մի քաղաքականություն էր տանում, այս Տրամփն էր, որ եկավ սենց դիկտատորների հետ սկսեց ընկերություն անել Պուտինի հետ, Ալիևի հետ ու դրա համար սկսեց տրամադրել այս բաները։ Նույն քաղաքականության շարունակությունն է։ Այդ վարկերը US Exim բանկը ոնց որ տվել է, տենց էլ շարունակում է, ուղղակի ավելացնում է այդ բաները։ Հիմա աննախադեպ է, 339 միլիոնը աննախադեպ է։ Այսինքն գիտեք, մենք պետք է հասկանանք, մենք գտնվում ենք մի հատ սենց աղավաղված մի հատ մթնոլորտում, որտեղ ամենակարևոր բանը, այսինքն պետք է լիներ այն, որ ասենք մեր ժողովուրդը գիտակցեր, մենք ինչ-որ ստրատեգիական որոշումներ ընդունեինք, հասկանայինք ինչ միջավայրում ենք գտնվում եւ գտնեինք ելքերը այս իրավիճակից, բայց այն առաջի ակտը գիտակցելը ամեն կերպ խոչընդոտում են։ Այսինքն հանգարցակի մենք չհասկանանք ինչա մեր շուրջը կատարվում։ Մենք չհասկանանք մինայր վերև ֆերմի պես, էլի։ Հա։ Եթե այս չկարողանանք հաղթահարել, մենք ո՞նց ենք կարողանալու ստրատեգիա կառուցել, եթե մենք անգամ այդ ստրատեգիայի կառուցման անհրաժեշտ գույքագրումը կամ իրականության գնահատումը չենք կարողանում անել։ Սա խայտարակություն է։ Դժվար ասել, պարոն Զուրաբյան, ամեն ինչ ասում եմ հեշտ չի։ Շնորհակալ եմ շատ հրավերություն ունելու հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։